Պարոն Սարուխանյանի զոնքանչը Վարդան Ղուկասյանական էր, թե ԿՊԱ-ական էր, ձերբակալել են, ինչ տեղեկություններ ունեք։ Պարոն Սարուխանյանի զոնքաչը քաղաքապետարանում աշխատել է, եթե չեմ սխալվում, 2019 թվականին, ես երբ փոխքաղաքապետ եմ եղել, իրար հետ ենք աշխատել, պարոն Սարուխանյանի զոնքաչու, եկեք այստեղ պարոն Սարուխանյանի զոնքաչ չֆիքսենք, որտեղ եթե չեմ սխալվում, Տիգին Վարդուի է անունը, եւ եկեք ֆիքսենք Տիգին Վարդուի, ոչ թե պարոն Սարուխանյանի զոնքաչ, որտեղ մինչև զոնքաչ լինելը երկար տարիներ ինքը Տիգին Վարդուին էր, ել եմ ասում, եթե չեմ սխալվում անունը, ինչ կապ ունի ում զոնքաչն է, ում աներն է։ Ինք 19 թվականից աշխատել է քաղաքապետարանում, եղել է քաղաքապետարանի աշխատակից, այդ պայն ներսում է եղել, ինչ որ գործողություններ է արել, որի մեջ չեմ խորացել, որտեղ նաև իմ գործընկերն է եղել ինքը, իրականում համակարգը կպարզիկ հասկանանք ինչ է, այդտեղ նաև այլ կանայք կան, որոնց ցանկանում են շուտապույտ ազատում ու պարզաբանում, թե ինչ է տեղի ունեցել, որովհետև ամեն դեպքում կանայք են, իմ համար շատ մեծ խնդիր է, որ կանայք հայտնվում են նման իրավիճակում։ Պարոն Արուշանյան, Վարդան Ղուկասյանին եւ իր հարակից շրջանակի ներկայացուցիչներին կոնկրետ հանցագործությունների մեջ մեղադրանք է առաջադրված, մինչդեռ ընդդիմությունը շարունակում է պնդել 37 թիվ է, նա քաղբանտարկյալ է, քաղաքալեզվաններ են, ես խնդրեմ ձեր մտավանությունը այս հետևից։ 37 թվին չէ, 37 թիվ չէ, ես կասեմ 2012 թիվը կբերեմ օրինակ, 2012 թվականին Վարդան Ղուկասյանը անդրված քաղաքապետ լինելով հրաժարականի թիմում գրեց դուրս եկավ 2012 թվականին, եթե չեմ սխալվում, էլի եղավ քաղաքապետի ընտրություններ, որտեղ 10 տարի քաղաքը ղեկավարած անձին չթողեցին մասնակցել ընտրություններում, էլ չեմ նշում Վարդան Ղուկասյանի հանդեպ տեղի ունեցած մահափորձը, որին զոհ գնացին 4 մեր համակարգացիները եւ վիրավորվեցին ու կարելի ասել կեսմարտ տարան են մարդիկ, որոնք մեքենայի մեջ եղել են, այդ թվում Վարդան Ղուկասյանը 37 թիվը 2025-ն է, թե 2012-ը, տարբեր իշխանությունների ժամանակահատվածում։ Մեր ժամանակահատվածում բոլոր ընդդիմադիր թեկնածուները հանգիստ լիազորություններ ունեն, իրանց լիազորություն սահմաններում, մասնակցում են ընտրություններին հաղթում են, միավորվում են իրար բոլոր ընդդիմադիրները, որևիցե մեկի հետ, որևիցե խնդիր չի, 37 թվի պարագայում ասեցի ոչ թե 37, այդ 12 թիվը կլիներ ու որևիցե մեկը բացի մեզանից չէին մասնակցի ընտրություններին։ Հիմա մենք մեզ մեղադրում են ոչ ժողովրդավարության մեջ, երբ որ մեր համայնքի ղեկավարների 1/3, դե չեմ սխալվում, ընդդիմադիրներ են։ Եղել է նախկինում երբևիցե նման բան, չեմ կարծում, որ եղել